Կոֆե խմողներ, հավաքվեք կոֆե խմենք, մի հատ հավեսով կոֆե խմենք, վերջապես մեր ընտանիքի կողմից սիրված, սպասված այդ կոֆեն առկա է մեր խոհանոցում, մեզ մոտ, ենքան ենք ուրախացել, հիմա պատկերացնում եք, չէ, իչքան կոֆե ենք խմել, վերջապես այդ դառնահամը, այդ համը զգացինք, երեկվա վլոգում ասում եմ, դու սենց բան պիտի չանեիր մեր հետ, ու հետևորդներ ջան, ահա, պատկերացրեք հողամաս տարել եմ, ու տեն բանկայի միջինը վերջացել է և տուփից, դե գիտեք, գնում եմ առնելու 500 դրամի եմ վերցնում կամ 1000 դրամի, չեմ սիրում, որ մնում է հնանում է, չեմ սիրում, դրա համար էլ տենց քիչ-քիչը ավելի լավ է, որ աղում են ավելի թարմ է, հոտը գալի, բույրը լավն է, դրա համար էլ մոտ 1 ամիս մնացինք առանց կոֆեի, 25 օրյա այդ հավաքներին էր մասնակցում գնացել 1 ամիս էլի մոտ, 2 բաժակ կոֆե դնեմ, Աշոտիս հետ խմենք, տեսնենք ինչ ենք անում, ենքան պլաններ կա օրվա հետ կապված, տեսնենք գնանք Երևան, մտածենք ես գնամ Երևան, թե Աշոտը, որոշենք ինչ ենք անում, պետք է այդ խոտաբույսերի տուփերից գնամ վերցնեմ, անցած անգամ Աշոտը մի ահագին բերել էր վերջացավ, դա էլ կարևոր է մեզ մոտ չկա, պետք է գնամ Երևան, հիմա այս կոֆեն թող լինի, խմենք, հետո կորոշենք ով է գնալու, չինգաչունգ ենք անելու, որ փոքր ժամանակ անում ենք, կորոշենք ով է գնալու, չինգաչունգ ենք անելու, արել եք չէ փոքր ժամանակ, ով պարտվել է նայել, ինչ է արել, գործն է արել, մի խոսքով բոլորդ էլ խաղացած կլինեք հետևորդներ ջան, այսպես լույսը հուսամ բարի լուրով է բացվել, բարի է բացվել մեր երկրի համար, չգիտեմ ընտրությունների արդյունքները ոնց է եղել, ինչպես է եղել, ես ընդհանուր առմամբ քաղաքականությունից հեռու մարդ եմ, կան օրենքներ, որ մարդկանց դուրս չի գալիս, որ մեր երկրում գործում է, բայց այդ օրենքները մեր համար են, օրինակ խոսքի մեկ-մեկ, որ ասում են ինչու են այդքան այդ պարեկները ակտ գրում, կամ ինչու առանց այդ պրավայի, վարորդական իրավունքի տոմսի ավտո չեն կարողանում քշել, ճիշտ են անում, հետևորդներ ջան, շատ ճիշտ է, որովհետև ես այնքան դեպքեր գիտեմ, անչափահաս երեխաները վարել են մեքենան, հարբած վիճակում ու վթար է եղել, զոհեր են եղել, ճիշտ են անում, որ օրենքով լինի, ամեն ինչն էլ լավ կլինի, հետևորդներ ջան, կամ բաներ, որ իրոք ժողովրդի օգտին է, ես հաստատ մի բան գիտեմ, հետևորդներ, որ ով էլ ընտրվի, ինչ էլ լինի, մենք նույն ենք մնալու, այսինքն նույն կարգավիճակում ենք մնալու, մենք պաշտոն չենք ունենալու, պետք է աշխատենք, եթե մարդ չաշխատեց, ինքը չի կարող ապրել, գոյատևել, հարուստ մարդիկ էլ են, չէ աշխատում, իրենց բիզնեսներն են կառավարում, ղեկավարում, կողքից հեշտ է թվում, որ ասում են, ոյ, հələ ինչքան գումար ունի, ինչ տներ ունի, ինչ մեքենաներ ունի, այդ բոլորը բիզնեսներ է, ես ընդհանուր առմամբ շատ հեռու եմ, գործ չունեմ, ինչ լինելու է կլինի, դա իմ որոշումով չի, հետևորդներ ջան, կոֆեն էլ եղավ, Աշոտին կանչեմ, մենք մեր կոֆեն խմենք և չինգաչունգ անենք, իհարկե կատակ ով է գնալու Երևան, պետք է կամ ես գնամ, կամ Աշոտը, տեսնենք։
Միկում այս հրաշալի կոֆեից։ Ես որ առավոտ շուտ առնացել եմ ու գիտեք ինչ եմ մտածում, ասում եմ այն մարդես մի տերև ավելուկ չեմ բերել։ Վատ է, պետք է ամենամ ավելուկ կեսեր, որ այն էլ առանց հետաձգելու, տխուրա։ Թռչունների ձայնը, երգը։ Դե մինչև Երևան գնալս էլ պետք է հոգամ երեխաների հատկապես Լիլիթի համար ուտելիք պատրաստեմ, բրինձ եմ սարքում, բրնձով գազարով փլավ, ուտելիք պատրաստեմ, նոր գնամ Երևան, հետևորդներ ջան, չգիտեմ կմտնեմ Արտաշատ, թե ոչ, մի հատ զանգեմ, պոստերը ստուգեմ, տեսնեմ մերոնք ինչ են անում, կհասցնեմ թե չէ, կարելի է էլի, չեմ իմանում, որ գնացի ուշ եմ գալու, դա կախված է Երևան գնալուց, գազարը կտապակեմ ու բրինձը կլցնեմ, այս անգամ բրինձը փոխել եմ, հետևորդներ ջան, այն որ միշտ վերցնում եմ, նրանից չկար, սա եմ վերցրել, բայց դուրս չի գալի, նրա որակը լրիվ ուրիշ է, ուրիշ։ Բրնձով փլավն է պատրաստեցի, Լիլիթի սիրած ուտելիքն է, թող արթնանան ուտեն, ես էլ պատրաստվեմ արդեն։ Տափորը ֆռում եմ, նոր եմ կանգնում, թող հայրենի։ Հետևորդներ, ես իմ գնումները արեցի հետաքից ու հիմա քանի որ եկել եմ, որոշել եմ մտնեմ մի հատ էլ սուրմալու ու գնամ հնդկական խանութ և տուն։ Կարևորը ես իմ գործը արեցի ու հիմա գնամ կանգառ, որ գնամ հնդկական խանութ ու տուն։ Հետևորդներ ջան, ես եկա վերջապես իմ սիրած հնդկական խանութը, տեսականին համալրվել է, շատացել է, մի պահ եկա, պատկերացրեք բան չկար, նորից իմ սիրած կարիս շամպուններից, ահա, սա ես վերցնելու եմ, միշտ սրանով եմ լվանում իմ մազերը, ընտիր շամպուն է, կարող եք գալ վերցնել, ներկերը, որ ես իմ մազերը ներկում եմ, համ այս տեսեք նիշա, մեծ տուփովն եմ վերցնելու, համ էլ այս փոքրերից, փոքրերը հարմար են այդ արագ ներկելու այդ վերևի մասը, որ արագ ներկեմ, այդ սպիտակ մազերը չերևա, շատ ընտիր ներկեր են, կա, առկա է տարբեր գույները, գիտեմ, որ շատերդ օգտվել եք, գոհ եք, աշխատողն է, որ արդեն ճանաչում է, ճիշտ ասած նոր եկա, մուտքում ինձ դիմավորեց ժպիտը դեմքին, ուրախ, արդեն ճանաչում են, ես շատ գոհ եմ ձեր սպասարկումից, ձեր վերաբերմունքից, իրոք, ասեմ, որ շատ սիրունացել ես, նիհարել ես, բայց, հա, նիհարել ես, տենց շատ նրբացել, սիրունացել ես, ուրեմ ես սրանք եմ վերցնում, վերեմ դնեմ այստեղ, ինչ էր ասես, որ չկա այս խանութում, հետևորդներ ջան, համեմունքներից սկսած, համեմունքի տեսականիներ, բրինձներ, էլ ինչ ասեմ, սենց պիտի գաք, մտնեք ժողովուրդ, որ տեսնեք, դուք կարագրելով, ասելով, ցույց տալով չի լինի, պետք է գաք, դուք տեսնեք, նայեք,
տարողությունները շատ մեծ են։ Ճիշտ է, որ ասեմ, տենց կարող է 4000 լինի 3.5, բայց ասեմ, որ դրանք թանկ, ոչինչ, թանկ չեն, որովհետև համ որակ են, համ խիտ են, համ պինդ են։ Օրինակ, եթե մեր տանը այս շամպունից չի լինում, իմ սիրտը ճաքում է։ Մի պահ եկա, ոչինչ չկար, որովհետև այնքան լավն են ապրանքները, որ վերջանում են, ու ես ստիպված հնդկական շամպուն Վալբերիսից պատվիրեցի, այնքան տենց խնամքով օգտագործեցի, չէ, նույնից ասեմ Վալբերիսում կա 15000 դրամ, հա, 15-10000 դրամ, այսպես, այստեղ ինչեր կան, օգտվել եմ, տարել եմ, բայց ամենաշատը սրան եմ հավանում, լսի, մազերս պատկերացրու այստեղից սա, այսքան է աղը, այդքան երկար է, ուղղակի սիրում եմ միշտ կոս, հնդկական ստիլով էլի, ես էլ կվերցնեմ, յուղերից ունեմ, երեխեքը մի պահ եկել էին, առևտուր էին արել, դու ստեղ չէր եղել, ինքը ստեղ չէր եղել, ուրիշ աշխատող էր եղել, հա, ասում եմ, ասան Ազելինը, ասում է չենք ճանաչում, ասիմ լավ, ուրեմ ուրիշ աշխատող է եղել, սենց ստեղ էլ ինչեր ունեք, բլուսկաներ, շորեր, տարազներ, սրանք էլ հոտեր են, չէ, դու իրան սպասարկի ես, ահա, անդադ մարդիկ են մտնում, իրենց առևտուրն են անում, շատ-շատերն են օգտվել, սա էլ հոտեր են, որ վառում ես բնակարանում, հոտերը մի հատ կահույքը, կահ-կարասին, մի խոսքով այստեղ ամաններ, շարֆեր, ունեն նաև յուղերի տեսականի, իրենց տենց հոտերով, մի խոսքով շատ լավն է, ես ափսոսին ժամանակ չկա, հետևորդներ ջան, թե չէ շատ-շատ տեղեր կգնեմ, շատ-շատ գնումներ կանեմ, պետք է վերադառնամ վայք, այդպես, բաժանորդագրված չես, ոնց են անում, ես ձևերը չգիտեմ, դե տուր, տուր, ես է գիտեմ բաժանորդագրված ես, YouTube-ով, հա, չպրյամո չէ, Կոնակ Ռուսաստանից 100,000 պոիսկ ես տալի, Ես քեզ արդեն գրել եմ, հա, ստեղ հələ մտի, գրին Ազելինաս ինքը կբերի, անգլերենով եմ գրել, հենան այ, ինքական, Ազելինաս, բան արա, ինձի բաժանորդագրի, ոնց է, ես ուղակի ձևերը չգիտեմ, հա, հեսա, պատպիսացա, տալիս ես, սեղմեցիր, զանգակի վրա, որ ես քո վիդեոները տենամ անընդհատ, այդ նոր բաները, հենց գա, վիդեոն տեղադրեմ, քեզ զանգ է գալի, դու մտնում նայում ես, սենց, հիմա հասնում կտենամ, որ կա, հա, դե հաջողություն, արի հաշվի ես գնամ, հա, Բարև ձեզ։ Печать добра петка. Իմ տոպրակը որտեղ դրեց? Հա, այն, հա։ Շնորհակալություն։ Մենք էլ միշտ հետևում ենք, շատ սիրում ենք, շատ Ապրեք։ Շատ լավ մարդ եք, ամենակարևորը։ Ապրեք, շնորհակալություն շատ։ Հաջողություն։ Ահա, այս էլ իմ տոպրակը։
Եղավ։ Ապրեք։ Ահա, քանի որ իմ իրերը շատացել են, ես տոպրակ ունեմ, կդնեմ սրա մեջ։ Էսի պահես, լսի, տենում ես, չէ, որ խոտաբույսերի վաճառքով եմ զբաղվում։ Հա, չգիտեի, ինչ խոտաբույսերը։ Բա ոնց է, որ հետևում ես, չես տեսել։ Խոտաբույսերը հա տեսել եմ, որ դու բաներ ես աճացնում ես։ Չէ, ես հիմա ծաղիկներ եմ, դեղաբույսեր եմ, Ես բան ուտեմ, բաղչատ եմ։ չէ, դեղաբույսեր եմ բանանում, հավաքում, ուրցա, դաղցա, տարբեր ստամոքսի ցավի, ամեն ինչ։ Տեսել եմ, Հա, բայց դե թվացել է հողա մասից։ Չէ, սարերից եմ հավաքում։ Այդ տոպրակներն եմ եկել վերցրել, որ տանեմ փաթեթավորում անեմ։ Տարբեր խոտաբույսեր ունեմ, ուրցա, թեյերի, հա։ Ես համարը դու եմ։ Հա։ Եղավ, հաջողություն, շնորհակալություն։ Ձեզ էլ։ Ահա, հետևորդներ ջան, ես իմ գործողություն, արարողությունը կատարեցի ու հիմա տաքսի կանչեմ, որ գնամ կայարան։ Ամեն ինչ կա, բայց վաճառողը չկա։ Պամիդոր, գիլաս, շլոր, ծիրան, ընտիր բաներ։ Տևորդներ ջան, Երևանից եկա, ինձ գցեցի էլի դուրս դաշտերը։ Ինչ եմ քաղում, հազարան տերևուկ։ Առողջարար խոտաբույս է ինքը, դեղաբույս է։ Եվ ամենակարևորը սա երիկամում եղած քարերն է մաքրում, դարձնելով ավազ, փոշի, ճիշտ է մի քիչ որ խմում ես, դե պարզ է որ երիկամի այդ հատվածում ցավեր կունենաս ու դա նշանակում է, որ խոտաբույսը իր ազդեցությունն է թողնում, ունենում, երիկամի քարերը դարձնում է ավազ ու հեռացնում մեր օրգանիզմից այս հրաշք խոտաբույսը։ Ամբել որ ես Երևան եմ գնում, գալիս, պետք է դուրս գամ, մաքուրոտ չնչեմ, որ դզվեմ։ Մի անգամ տվել է, մի քիչ էլ կային քաղենք, հա? Քիչ, կտրտեն կաղա ուտեն, ես այն անգամ հացել եմ տվել։ Բայց մենակ բանն էր մնացել։ Չոփերը։ Հա, տերևներն են ուտում, բա։ Հովան չեն ուտում։ Հետևորդներ ջան, ես այս տուփերի համար էի գնացել, այս տոպրակների համար էի գնացել Երևան։ Վերցրել եմ շատ, այնպես որ կարող եք պատվիրել, մենակ դուք պատվիրեք, ես պատրաստ եմ լցնել, փաթեթավորել եւ ուղարկել նշված հասցեներով։ Այս անգամ շատ եմ վերցրել, անցած անգամ էլ էինք այսքան վերցրել, վերջացավ, սա 400 հատ է ու բերեցի տուն, ինչ եմ արել, տեսեք, լցրել եմ պատվերները, փաթեթավորել, հեսա այս պիտակները կպցնեմ ու որ վաղը պատվերները պոչտայով ուղարկեմ։ Մի նայեք է, այստեղ էլ նայեք ուրցերը։ Ուղղակի լցրել դասավորել ենք։
Ձին եմ դրել, որ չխառնեմ։ Այստեղ երիցուկները, այստեղ այս մի երիցուկը դաղցը, տես արդեն խառնեցինք, հետևորդներ ջան։ Երիցուկ դաղցը մեկն է ուզե, հեսա պետք է նայեմ, դրել էին, որ խոսքով հեսա կնայեմ, սենց առանձին դրել եմ, սա խառը փունջն է, էլի դաղցի հետ, մարդկա 2-3 4 նույնիսկ տուփ է ուզել, այսա հասցեները գրեմ ու նշեմ հետևորդներ ջան, այս կողմի վրա էլ ունենք է, մայրամախոտ է, երիցուկ է, գնարբուկ է, նոր իմ հետևորդույներից, հովինձանից պատվեր է անում, մի հետաքրքիր նյութ էր ուղարկել կապված գնարբուկի հետ, կարդացի և տարբեր տեսակետներ կան, իհարկե խորհրդանշող, իսկ բուժիչ հատկությունների մասին գերազանց տպավորություն ստացա, որ ինքը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, վիտամին մանավանդ այս տերևների մեջ։ Օգտագործել են հին ժամանակներում ազդուրվելու նպատակով, երբ օրգանիզմը թույլ է եղել, հյուծված է եղել, այնպես որ հետևորդներս ես հենց այնպես չեմ ասում, բոլոր դեղաբույսերն էլ օգտակար են, համեղ թեյ է լինում, ինչու չէ նաև առողջարար։ Իսկ այս խառը փունջը նույնպես վիտամինների հավաքածու է իրենից ներկայացնում, տարբեր տեսակի ծաղիկներ, երեքնուկի ծաղիկ, դեմասուրի թերթիկներ, որոնք էլի մեծ քանակությամբ վիտամին ունեն, գնարբուկ է, տարբեր ծաղիկներ, երիցուկ, մի խոսքով խառը, դաղց է, նանա է, շատ բաներ էլի իրենց մեջ պարունակում է, զվեռաբոյ է, սա դաղց է հետևորդներ ջան, տեսեք ինչ լավն է, այսպես, հա ջան։ Այդ մայրամախոտը որ սարքում է պետք է ցենց առջերի մեջ երացնեմ։ Հա, կարա ջուրն է եռա, հետո կցեն, տարբեր, հետո վատ, ինչ այլ է, դե հելը թող խմի արդյունքի մասին ասի, հելը թող խմի ասի, այստեղ էլ հետևորդներ ջան, դե պարտադիր ես որ գնամ Երևան, ես իմ շամպունները բերում եմ, ունեիմ տանը, բայց դե այն որ զապասը չեմ թողնում վերջանա, իմ զապասը պետք է լինի, նիշա, իմ ներկերից, և հա աշուտ, և այսպես ներկերից, ահա, սրանք դնենք մի կողմի վրա, ահա, սրանք էլ են, լավ ներկեր, դες ինչքան ներկ եմ բերել, Գայանից տամոքսն է ցավում, հա, Հա, հեսա խմի ենք ասիլ, ես ինչ հա, կնի մազերս ներկես, ներկ, սպիտակ մազեր տես ծասկում, այո, այս մի հատ տանեմ են կոմ ու նստեմ այդ խոտաբույսերը, դեղաբույսերը իրենց հասցեատ Իսի ախավորված շամպունա չօգտագործեք Աշոտ, ինչ պատահեց քեզ խափում է հետևորդներ ջան, որ վատը լիներ ես այդքան կառնեի Աշոտի կատակներն են էլի ու նստեմ, հլը գործերս չեմ պրծել հետևորդներ Նստենք, փակցնենք, ահա, սրանցից էլ եմ պատվիրել, սրանք տեմույց էի պատվիրել իհարկե, դիրընդ է,
Բայց թվում է թե հեշտ աշխատանք է, սիրելի հետևորդներ, կողքից այդպես է թվում, որ շատ հեշտ աշխատանք է, բայց ասեմ, որ այնքան դժվար է, Երևանից եկել եմ, դե գնացի էլի մի քիչ դաղց, մասուրի թերթիկներ, ինչու չէ նայել, տեսեք, այս հազարատերևուկ հավաքեցի, նորություն եմ բերել, ասել Աշոտին, բայց դե նորություն չի, շատ մարդիկ կան, որ ծանոթ են այս դեղաբույսին, սա հրաշք դեղաբույս է, հատկապես շատ ասիմ լավ օգտակար է երիկամների համար, ովքեր ունեն երիկամի ավազ քար, այս խոտաբույսը խմելով, իհարկե առավոտ շուտ մեկ բաժակ սոված ժամանակ են խմում, ինքը դառն է ու ասեմ, որ մի քիչ այդ երիկամների հատվածում ցավեր եք զգում, դա խոտաբույսը արդեն իր ազդեցությունն է ցույց տալիս ու այդ քարերը ավազի տեսքով գալիս են, դուրս են թափվում մեր օրգանիզմից։ Ես էլ եմ խմում սրանցից, հետևորդներ ջան, ու պետք է իրեն 20 օր խմես, հետո ընդմիջում տաս, մեկ ամիս ու նորից 20 օր օգտագործես, կարող են պատվիրել, արդեն սեզոնն է, ծաղկում է և ես էլ հավաքում չորացնում եմ, սա այսպես հետևորդներ ջան, ահա ես պատվերները, հասցեները գրեցի, այսպես կպցրել եմ, հետևի մասով հետևորդներ ջան, ու տեսեք 3 տուփ են ուզել, 4, 2, 1 խառը, այսպես, և կարծում եմ արդեն բավական է այսօր աշխատելու համար, ճիշտ է հողամաս չեմ գնացել, դաշտ չեմ գնացել, սար չեմ բարձրացել, բայց դե հոգնել եմ, այդ Երևան գալը աղմուկի մեջ, ավելի լավ է գնամ սարը, հանգիստ, աղմուկ, աղաղակ չլսեմ ու իմ գործերն անեմ, ավելի շատ եմ հոգնել, ինչ եմ ուզում ասել, ավելի շատ եմ հոգնել։ Դե ձեզ էլ ասեմ բարի գիշեր, հետևորդներ ջան, առողջ եղեք, լավ եղեք, հետևեք ձեր առողջությանը և բարի գիշեր բոլորիս։